Մարզպետարանի հետ համատեղ իրականացրած ստուգումների արդյունքում Գյումրի կայարանը պարզել է, որ մարզում այսօր կան թվով 35 ընտանիքներ, որոնք ապրում են անվտանգության կոտիներում տեղադրված տնակներում կամ կայարանին պատկանող վարչական շենքերում։ Այժմ արդեն հստակ է, որ նրանցից 10-ն ունեն անօթևանի կարգավիճակ եւ նրանց նեղություն չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի լուծի բնակարանի խնդիրը։ Երևի լուծվելու է այս հարցը, թե կարող է տան իրենց արդահեշտ բնակարան, որոնք պետք է անպայման ազատեն տարածքները։ Այլ է հարցը մյուս 25 ընտանիքների դեպքում։ Մնացած 25-ը տարբեր խնդիրների լուծման ձևեր պետք է գտնեն։ Օրինակ, Մայիսյան կայարանում մեր աշխատողներն են բնակվում, որոնց խնդիրը լուծվելու է ինչ-որ ուրիշ ձևի։ Մենք ունենք այսօր ապրանքային բակում ապրողներ, որոնք կեսը անօթևաններ են, կեսը ժամանակին ստացել են բնակարաններ։ Ունենք նաև վագոնային դեպոյի տարածքում էլի այդպես, որ ստացել են բնակարաններ։ Իսկ անի կայարանում մեկ ընտանիք էլ ապրում է հարավկովկասյան երկաթուղիներին պատկանող սպասասրահի առաջին հարկում եւ առայժմ բնակության այլ վայր չունենալու պատճառով չի պատրաստվում տարածքն ազատել։ Այդ հարցն է, որ պետք է լուծվի բնակչությանը կամ ապահովեն բնակարանով կամ չգիտեմ ինչ պայմաններով ժողովրդին չեն կարող իրենց բնակելի տեղից հանելու։ Բնակվելու տեղից հարկադրաբար հանելու ժամկետները առայժմ չեն նշվում, բայց քանի որ կոնցեսիոները շատ խիստ է հարցը դրելու իր սեփական տարածքին ամբողջությամբ տնօրինելու ցանկություն ունի, հետևաբար նաև ներդրումային քաղաքականությունն է պահանջում հնարավորինս սեղմ ժամկետներում հարցը կարգավորել։ Կոնկրետ դեռ ես չունեմ այդ ժամանակը, որը ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է տեղահանվեին են մարդիկ, բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ իհարկե մարդիկ, որոնք ժամանակին ունեցել են, ստացել են բնակարաններ, բայց այսօր ապրում են տնակներում, նաև այդ խնդրի լուծման կարգը պետք է գտնեն, թե ոնց պետք է լուծեն այդ հարցը։ Ըստ Վահան Գասպարյանի, անօթևանի կարգավիճակ չունեցող ընտանիքների մեծ մասը ժամանակին բնակարան ստացել է, բայց քանի որ տարիների ընթացքում ընտանիքն աճել է, հիմա բնականաբար մի քանի ընտանիքով ապրել մեկ բնակարանում հնարավոր չէ։ Այսինքն այսօր այդ մարդիկ չեն կարող գնալ ապրել, այսինքն 4 ընտանիք գնա ապրի մի 3 սենյականոց բնակարանում։ Ամեն դեպքում ըստ պատասխանատուների երկաթուղու անվտանգության գոտում պարտադիր պետք է լինեն ոլորտին մոտ կանգնած ընտանիքներ։ Պետք է լինեն միայն այդ հարցերով զբաղվող մարդիկ, աշխատեն, ապրեն, բայց այսօր մարդ, որը ընդհանրապես կապ չունի երկաթգծի հետ ու ինքը բնակվում է այդտեղ, հենց անվտանգության կողմում արդեն դա չի կարելի։ Եվ ինչքան էլ բարեփոխումների այս փուլը դժգոհությունների տեղիք տա բնակիչների շրջանում, տարին ամփոփելիս համակարգի մասնագետները նշում են, որ երկաթուղու համար 2009 թվականը բարենպաստ տարի էր։ Համեմատ մի տարվա, 2 տարվա առաջվա հիմա շատ լավ է վիճակը։ Տալով կոնցեսիոն կառավարման մենք կարողացանք երկաթուղին սկսել ապրեցնելու այդ տենդենսը, նորից սկսել երկաթուղին տեղի շարժել։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Ադամյան, Գալայնյուս։